Մենք այս ամբողջին զուգահեռ մի հատ շատ վատ երևույթի ականատես եղանք, մասնավորապես խոսքը Բարգավաճ Հայաստան կուսակցության նկատմամբ իրականացվող այս անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող որոշ գործողություններին էր, էլ ընտանիքի անդամների հետ կապված հարցեր բարձրացնել եւ այլն, եւ մենք հիմա խնդրենք Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակի 9-րդ համար, ճիշտ եմ հիշում, Էլինարին, իմ լավ ընկեր Էլինար Վարդանյանի, որպեսզի ներկայացնի Բարգավաճ Հայաստան որպեսզի ներկայացնի Բարգավաճ Հայաստան կուսակցության շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, որպեսզով նաև մենք մեկ անգամ էլ ցույց տանք, թե ինչպիսի երևույթներ են կատարվում ընդդիմության նկատմամբ իշխանության կողմից։ Շնորհակալ։ Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել, որովհետև այս պահին իրականում այսպիսի քննարկումները կարևոր են։ Մարդիկ սովորաբար կծկտուր տեղեկություններ են ստանում նախընտրական քարոզչության ժամանակ տեղի ունեցող խախտումների վերաբերյալ եւ շատ դժվար է սովորական մարդու համար ճիշտ գնահատել, որովհետեւ բավարար վերլուծություններ դրա հետ կապված չունի եւ այսօր բանախոսների կողմից ներկայացված խնդիրները, որոնք վերաբերում են մի կողմից իրավախախտման վերաբերյալ իրավապահների կողմից տարածվող հայտարարություններին, մյուս կողմից Սահմանադրական դատարանի որոշմանը, որը անմիջականորեն կապված է եւ մենք առաջիկայում կտեսնենք նաեւ քրեական գործեր հավաքներին մասնակցելու, շահագրգռելու հետ կապված, հանրությունը պետք է կարողանա իրականում ինքն էլ գնահատականներ տա եւ վերլուծի, թե ինչ է կատարում։ Մինչ մեր ուժի նախընտրական քարոզչության ընթացքում մեր ուժի հանդեպ կատարվող հակաիրավական կամ առանձին դեպքերում նույնիսկ հակաբարոյական գործողություններին եւ հայտարարություններին անցնելը, ուզում եմ շատ կարճ անդրադառնալ բարեգործության արգելքի մասին քրեական հոդվածին, որովհետև մենք այս նախընտրական կամ այս ընտրությունների եւ այս ընտրությունների նախընտրական եւ դրան նախորդող ժամանակահատվածում տեսանք, որ իշխանությունները առաջնորդվելու են բացառապես այս հոդվածով ճնշումներ գործադրելու ճանապարհով։ Մենք դիտորդների հետ եւս այս մասին խոսել ենք եւ բազմաթիվ օրինակներ ենք ներկայացրել, բայց այս հոդվածը հենց ի սկզբանե խնդիր էր ստեղծում կապված նրա հետ, որ ընտրությունները նշանակելու վերաբերյալ որոշումից հետո սահմանափակում է թեկնածուների համար գործողությունը, ընդ որում այստեղ էլ շատ կարևոր հանգամանք կա, թեկնածուները այդ պահին դեռևս իրենք չգիտեն էլ, որ թեկնածու են, եւ որևէ մեկը չգիտի, որ այդ մարդիկ թեկնածուներ են, թեկնածուները գրանցվում են ԿԸՀ-ի կողմից, եւ այս պարագայում խոսքը վերաբերում էր ապրիլի վերջում կատարված գրանցումներին, բայց սրան նախորդող ժամանակահատվածում մարդը արդեն իր գործողություններում սահմանափակված է եւ դրան զուգահեռ մենք տեսնում ենք իշխանությունների գործողությունները, որոնք թաքնված բարեգործություն են։ Հիմա, եթե այս հոդվածի մասին խոսենք, մենք կտեսնենք, որ Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցչի նկատմամբ հարուցվեց քրեական գործ, խափանման միջոցի ընտրության հարցեր քննարկվում, կրծքով կերակրող կնոջը տանում էին կալանքի եւ այլն, մեկ էլ դրան զուգահեռ մենք տեսնում ենք Երևանի քաղաքապետը էլի տեխնիկական սարքավորում է նվիրում մի երիտասարդ կնոջ, ամենևին չթիրախավորելով նրան եւ այլն, բայց տեսնում ենք, որ դա նորմալ է։ Այստեղ հեչ կարևոր չի, որ նա թեկնածու է եւ ամենևին կարևոր չէ, որ համարժեք գործողություն է կատարվում։ Այսինքն այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, այնպես էլ այս բարեգործության արգելքի պարագայում հոդվածը գործում է բացառապես ընդդիմադիրների գործողությունները կանխելու եւ ընդդիմադիրներին պատժելու համար։ Կամ Թալինի քաղաքապետի կամ ղեկավարի, համայնքի ղեկավարի գործողությունների մասին շատ ենք խոսել։ Մարդը պետական միջոցներից, պետության հարկերի միջոցով ձևավորված միջոցներից հենց նախընտրական փուլում սոցիալական աջակցություն է տրամադրում համայնքի բնակիչներին։ Սա ինչ է, եթե ոչ նախընտրական շահագրգռում, կվախենամ այս պահին միգուցե նախընտրական կաշառք ձևակերպումը տալ, բայց նախընտրական շահագրգռում կոչելուց զատ այլ կերպ կոչել չի կարելի։ Իհարկե չեմ անդրադառնա նաև այդ նույն
անձի հայտարարություններին, որոնք որ ընդհանրապես քաղաքական խուսույթի շրջանակներում չեն էլ տեղավորվում։ Ատելության խոսքի հետ կապված էլի պետք է զուգահեռներ անցկացնեմ, օրինակ Արտակ Ավետիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի հետ կապված, որը թեև այսպես քաղաքական որևէ ուժին թեկնածու չէ կամ հարող անձ չէ, բայց դրան զուգահեռ Արտակ Ավետիսյանի հետ զուգահեռ մենք տեսնում ենք իշխող ուժի առաջատար դեմքերին, որոնք որ իրենց յուրաքանչյուր արտահայտությունը համեմում են ատելության խոսքով, ել չեմ խոսում սպառնալիքների մասին։ Իշխող ուժի ամբողջ քարոզարշավը կառուցվում է կդատեմ, կբռնենք եւ նման արտահայտություններին չենք թողնի, որ հայտնվեն խորհրդարանում եւ այսպիսի բազմաթիվ արտահայտություններ դուրս կվրընդենք, դուրս կշպրտենք, ել մնացած բազմաթիվ արտահայտություններ երևի թե երբեմն նույնիսկ տեսադաշտից էլ դուրս են մնում։ Եվ հիմա այսպիսի զուգահեռներ անցկացնելով ըստ էության կարելի է հասկանալ, թե ինչպես է գործում օրենքի կիրառման երկակիության սկզբունքը եւ մի դեպքում արարքը այս իշխանության համար իրավախախտում է, իրենց պարագայում դա նորմալ է, դա իրավաչափ է։ Եթե խոսենք մեր ուժի նկատմամբ այս ընթացքում իշխանության կողմից կիրառված միջոցների մասին, պետք է ասենք, որ համատարած համակիրների նկատմամբ կիրառվում է այսպես ազդեցություններ օգտագործելու միջոցները։ Եթե մարդկանց նկատում են Բարգավաճ Հայաստան կուսակցության գրասենյակներ մուտք գործելիս, ապա հաջորդ քայլը լինում է աշխատանքից ազատելու սպառնալիքները, երեխաներին մանկապարտեզներից հեռացնելու սպառնալիքները, եւ դա հատկապես տեսանելի է փոքր համայնքներում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են։ Ունենք երկու դեպք արդեն աշխատանքից ազատելու ապօրինի որոշումների հետ կապված Ախուրյանի փոխքաղաքապետը եւ Չարենցավանի փոխքաղաքապետը Կարեն Սերգոյանի եւ Գայանե Գրիգորյանի մասին է խոսքը, երկուսն էլ ցուցակի անդամներ են, նախընտրական ցուցակում են ընդգրկված եւ երկուսին էլ հեռացրել են աշխատանքից ապօրինի կերպով, իհարկե որոշումները կվիճարկվի դատարանում, բայց սա խոսում է էլի նախընտրական հակաիրավական գործողությունների եւ սպառնալիքների վերաբերյալ։ Ինչ վերաբերում է իշխող ուժի բառամթերքին, ապա այստեղ իշխող ուժի առաջնորդը ըստ էության հատել է բոլոր հնարավոր սահմանները, որովհետև որքան էլ մենք մեզ համար ունենք որոշում լինել հանդուրժող, լսել քննադատությունները, բայց խոսքը քննադատությունների մասին է եւ եթե դրանք ճիշտ են, ապա ընդունել եւ այլն, այնուամենայնիվ կան սահմաններ, որոնք որ չպետք է հատվեն եւ հատկապես խոսքը վերաբերում է ընտանիքի անդամներին թիրախավորելու հանգամանքը եւ մենք վերջին օրերին ըստ էության հենց դրան էլ ականատես եղանք եւ այստեղ ամենակարևոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ այս քարոզարշավի ընթացքում իշխող ուժի ղեկավարը իրեն հերթական անգամ դրել է դատախազի, քննիչի, դատախազի, դատավորի կարգավիճակում եւ հենց քարոզարշավի ընթացքում էլ հրապարակում է իր դատավճիռները եւ դա էլ իհարկե չի կարող ազդեցություն չունենալ ողջ նախընտրական քարոզչության տրամաբանության վրա։ Երևի թե այսքանով կսահմանափակվեմ, որովհետեւ իրավական հարցերի վերաբերյալ մեր գործընկերները խոսեցին եւ սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ Թե կան հարցեր լրագրողների կամ գործընկերների, համեցեք։ Պատգամավորության թեկնածու։ Մենք այդ հարցի վերաբերյալ բազմաթիվ արդեն հայտարարություններ եղել են, ես դրան չեմ անդրադառնա, հետեւաբար թույլ տվեք չպատասխանել այդ հարցին, որտեղ այդ հարցի մասին արդեն բազմաթիվ հայտարարություններ եղել են։ Թեմային վերաբերող կան հարցեր։ Փաշինյանը հիմա իր քաղաքական հակառակորդներին այսպես ձևակերպել նկատմամբ սպառնալիքներ է հնչեցնում, կնստեցնում, այս կանոնում եւ այլն չափից բաղամուտքը հիմա ես մեջ բերեմ։ Դուք ինչ եք կարծում, ինչն է նպատակը, արդյոք այսպես փորձում է ընտրողների ձայնը շահել,
փորձում է հրահանգներ տալ իրավապահ համակարգին այն բացը լրացնելու, որ իսկապես կա, սա ինչպես է։ Ես այստեղ այս հարցը բազմաշերտ եմ տեսնում, այսինքն մի քանի բաղկացուցիչներ կան եւ իմ գնահատմամբ դա է պատճառը։ Առաջինը, եթե նախընտրական քարոզարշավի ժամանակ դու ճունես ռեսուրս ներկայացնելու քո կատարած աշխատանքը, այդ դեպքում պետք է շեղես ընտրողներին։ Այսինքն ինչ է արել Փաշինյանը 8 տարվա ընթացքում, այդ ինչ մի պատմական քայլ է արել այս 8 տարվա ընթացքում, որ կարող է այդ քայլով գնալ եւ ընտրողի քվեն մուրալ։ Հետևաբար առաջին կոմպոնենտը դա է 8 տարվա ձախողումները, Արցախի էթնիկ զտում, կորցված Արցախ, մեր տարածք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի օկուպացիա, պետական պարտքի հսկայական աճ, սոցիալական արդարության այսպես սարսափելի վիճակ եւ այս պարագայում եւ դու դրա մասին խոսելու բան չունես, այդ դեպքում ընտրողներին պետք է ընտրողների ուշադրությունը գրավես այլ հնարքներով եւ այդ սերիալը, կբռնեմ կդատեմի դրա ամենալավ միջոցներից մեկն է հանդիսանում։ Մյուսը ապագայի վերաբերյալ ինչ է առաջարկում։ Այսինքն, եթե դու ապագայի հետ կապված չունես հստակ ծրագրեր, որոնցով որ մարդկանց համոզելու ես քեզ գան ընտրեն, ելի մնում է դիմել շոուին, որովհետև եթե մենք տեսնում ենք իր նախընտրական քարոզարշավը բացի կբռնեմ կդատեմ եւ այլն այդ ամեն ինչից զատ մեկ էլ խաղաղությանը տեր կանգնեկն է, մոռանալով որ ընդամենը մի քանի ամիս առաջ ինքն էր հայտարարում, որ սեպտեմբերին Ադրբեջանը կհարձակվի, եթե ինչ չընտրես, մնում է հասնել թե ինչ խաղաղության մասին է արդեն խոսքը։ Եվ երրորդ հանգամանքը, այո, շատ հեշտ է սպառնալիքների միջոցով ազդել մարդկանց, այսպես հոգեբանական մթնոլորտի վրա, որովհետև երբ մարդիկ տեսնում են, որ այս իշխանությունների համար չկան եւ այդ մարդու համար չկա որևէ կարմիր գիծ, ըստ էության նպատակ ունի դրանով նաեւ ստեղծել որոշակի մթնոլորտ, բայց ես ուզում եմ իհարկե հիասթափեցնել իրեն, որովհետև սովորաբար ժամանակի ընթացքում այդպիսի սպառնալիքները ավելի շատ հակազդեցություն են ստեղծում, քան թե ենթարկվելու եւ այդպիսի սպառնալիքներին տրվելու հնարավորություն։ Վերջ։ Շատ շնորհակալություն հրավերը ընդունելու համար եւ այս լավ ներկայացման համար։